տղաս դաշնամուր է նվագում մանկուց եւ շատ եմ սիրում, երբ որ հենց իր կատարմամբ են հնչում երաժշտությունը, ինձ հաճախ հարցնում են, թե որն է մեր երկրի բրենդը, ես միշտ ասում եմ, որ մեր տաղանդավոր երիտասարդները հայապահպանության մեջ կնոջ կերպարը շատ կարևոր է։ Հայ կինը այն ամրոցն է, որը թույլ չի տալիս, որ օտար քամիները ներխուժեն ընտանիք։ Մեր երկրի զարգացման մեջ մենք հույս կարող ենք դնել միայն մեր ապագա սերունդներին վրա։ Քաղաքականությունը սովորաբար կոշտ է եւ անդամ, բայց ես փնտրում եմ մարդուն այդ ամենի հետևում։ Ես Լիդիա Սահակյանն եմ եւ սա Նուրբ քաղաքականությունն է։ Բարև ձեզ, այսօրվա իմ հյուրը Գոհար Ղումաշյանն է։ Բարև ձեզ Տիկին Ղումաշյան, շնորհակալ եմ զրույցի հրավերն ընդունելու համար եւ ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Սկսենք հարմարներից։ Կպատմեք ձեր ծնողների մասին, ինչ մասնագիտություն ունեին։ Մայրս բժշկական կրթություն ունի, իսկ հայրս գործարար է թեթև արդյունաբերության ոլորտում։ Հիշողությունների հետ կապված իրենց աշխատանքի միշտ հիշում եմ, որ հայրիկս շատ զբաղված էր, միշտ շատ ուշ էր տուն վերադառնում, բայց դա չէր նշանակում, որ մեր դաստիարակության մեջ իր դերը չուներ, իսկ մայրս ավելի շատ ժամանակ էր մեզ հետ անցկացնում եւ հիմնական մեր դաստիարակության մեջ իր ձեռագիրը ուներ, մեր կրթության մեջ իմ եւ եղբորս այսպես մայրս ավելի շատ էր մասնակցում։ Արժեքներից եք խոսում, առհասարակ էլ ինչ արժեքներ էին կարևորվում ձեր տանը։ Ես եւ եղբայրս մեծացել ենք մեծ ընտանիքում, որտեղ համ պապիկը, համ տատիկը եւս իրենց մասնակցությունն են ունեցել։ Արժեքների հետ կապված շատ կարևոր էր իհարկե մեծերի հանդեպ հարգանքը եւ սերը, ինչը ես եւս փորձում եմ փոխանցեմ իմ երեխաներին, փորձում եմ, որ իրենք տատիկ-պապիկների հետ շատ ժամանակ անցկացնեն, արժևորեն իհարկե այդ մեծերի ներկայությունը եւ իհարկե հասկանան, որ մեծ ընտանիքում մեծանալը իրենց զարգացման վրա շատ դրական է ազդելու արժեքների տեսանկյունից, դաստիարակության տեսանկյունից եւ իհարկե հետո սերնդեսերունդ այդ արժեքները փոխանցելու տեսանկյունից։ Եթե փակեք ձեր աչքերը եւ վերհիշեք ձեր մանկության քաղաքը, ինչ պատկեր է առաջինը գալիս ձեր մտքին, որը տանում է դեպի անհոգ ժամանակներ։ Շատ հետաքրքիր է, մանկության հետ կապված հիշողություններս շատ են, բայց եթե այսպես դրվագներով հիշեմ, մենք մեծացել ենք առանձնատանը, որտեղ բակում յասամաններ էին աճում եւ այդ բույրը յասամանների մեզ գարնանը իհարկե մասնավորապես մեզ ստիպում էր դուրս գալ բակ, քաղել ծաղիկները եւ իհարկե այդպես նաեւ ավանդույթ կար, որ պիտի յասամանի մեջ գտնես 5 թերթիկներով ծաղիկը եւ որպիսի երազանքդ կատարվի, վերջում էլ երեխաները միշտ ուտում էին այդ ծաղիկը 5 թերթիկներով եւ երազանք էին պահում։ Երևի դա կհիշեմ, որպես տենց մանկությունից հետաքրքիր հուշ, որը տպավորվել է ինձ մեջ։ Երազանքները իրագործվեցին։ Բոլորը։ Դրա մասին դեռ կխոսենք։ Այո։ Իսկ կա արդյոք մեղեդի կամ երգ, որը ասոցացվում է հենց մանկության հետ եւ տանում է այդ ժամանակներ, մինչ այսօր, այսպես ասած, հնչում է ձեր հոգում։ Չկա որևէ հստակ մեղեդի, որովհետև տարիքի հետ նաև ճաշակն է փոխվում, նախասիրությունները, կարող եմ ասել, որ հիմա ավելի շատ նախընտրում եմ դասական երաժշտություն լսելը, տղաս նաև դաշնամուր է նվագում մանկուց եւ շատ եմ սիրում, երբ որ հենց իր կատարմամբ են հնչում երաժշտությունը, լինում են դրվագներ իհարկե նաև, որ հոգնած տուն եմ գալիս եւ խնդրում եմ, ասում եմ Կարլեն ջան, որ խնդրեմ ինձ համար կնվագես եւ համ հպարտություն եմ զգում այդ ժամանակ, որ ինքն է նվագում, համ էլ փորձում եմ որոշ այսպես լիցքաթափվեմ եւ
տրամադրությունս կտրուկ փոխվում է, երբ ինքը երաժշտություն է նվագում ինձ համար։ Տիկին Ղումարյան, զրույցի սկզբում մենք խոսեցինք արժեքների մասին։ Ավանդույթները նույնպես արժեքներ են մեզ համար եւ հետաքրքիր է կար արդյոք ձեր կյանքում, ձեր ընտանիքում, այսպես ասած ոսկե ավանդույթ, որը մինչ օրս պահպանում եք, որը ժպիտ է առաջացնում։ Ավանդույթները մեր ընտանիքում իսկապես շատ են եւ ինձ համար ամենահետաքրքիր եւ այսպես արժեքավոր տոնը, որպես ավանդույթ նշելը ամանորն է։ Շատ եմ սիրում, երբ մեր բոլոր բարեկամները մեծ ընտանիքի հավաքվում են ամանորի շեմին, մենք բավականին շատ ենք, երբ որ բոլորս հավաքվում ենք, եղբորս ընտանիքն է, մեր ընտանիքը, ծնողներս եւ այսպես մեկ հարկի տակ վերհիշում ենք մեր այսպես ընտանեկան հիշողությունները, իրար նվերներ ենք նվիրում, ես բնույթով ավելի սիրում եմ նվերներ նվիրել, քան նվերներ ստանալ եւ մեկ օրում բոլոր ընտանիքի անդամներին ուրախացնելը, իրենց էմոցիաները տեսնելը, զգալը, երեխաների ժպիտները, բոլորը ամանորին պատրաստում են ոտանավորներ, ինչ-որ պատմություններ, որոնք որ պատմում են եւ մենք էլ բոլորս ուրախանում եւ այդ օրը միասին ենք անցկացնում։ Դեռ մանկուց մեջ տպավորված է, որ ամանորը այն ընտանեկան տոնն է, որի շրջանակներում մենք բոլորս իրար հետ փորձում ենք շատ ժամանակ անցկացնել եւ միայն ուրախ հիշողությունների մասին զրուցել։ Իրականում անչափ կարևոր է անկախ զբաղվածությունից ունենալ ավանդույթներ, համախմբել բոլորին եւ կհամաձայնեք, որ խոհանոցը նույնպես ընտանեկան մթնոլորտ է ստեղծում եւ մեզանից շատերը ունեն ուտեստներ, մայրիկի պատրաստած հիմնականում ուտեստներ, որոնք փորձում են սերնդեսերունդ այսպես փոխանցել։ Որն է այդ սիրելի ֆիրմային, այսպես ասած, ձեր ուտեստը մայրիկի, որը դուք նույնպես ձեր զավակների համար եք պատրաստում։ Մայրիկիս մոտ խոհանոցը եւ առհասարակ տան հետ կապված բոլոր գործերը շատ լավ է ստացվում, թորնիկները այսպես շատ սիրում են իր պատրաստած ամեն ինչը, ես նույնպես հստակ եթե նշեմ, երևի մայրիկիս պատրաստած ավանդական տոլման շատ եմ սիրում եւ կանաչ տերևով տոլման ավելի շատ, իսկ իմ հետ կապված ես ցավոք սրտի շատ ժամանակ չեմ անցկացնում խոհանոցում, բայց երեխաներս շատ են սիրում, երբ որ ես եւս ինչ-որ բան պատրաստում եմ, շաբաթ-կիրակի օրերին դա ավանդական փանքեյքն է, որ իրանք սիրում են, որ մայրիկը պատրաստում է, սիրում են նաեւ այսպես քաղցրավենիքներից, որ իրանց համար բրաունի են պատրաստում, շոկոլադով։ Ժամանակակից, այո, եւ հետաքրքիր է, որ հաճախ իրենք գալիս են, ասում են՝ «Մամ, իսկ էս ինչ բանը կարող ես մեր համար պատրաստել»։ Լավ կներես, երևի ժամանակ չունես, մենք տատիկին կխնդրենք, իրենք գիտեն, որ տատիկը այսպես բազմաֆունկցիոնալ է, իրենց խնդրած ամեն ինչը կարող է պատրաստել։ Սիրում եմ նաև, երբ երեխաներն են պատրաստման process-ում ներգրաված լինեում։ Երեխաներս շատ նաև սիրում են, որ պատրաստում եմ լազանյա, իտալական ուտեստ է, շերտավոր խմորները օգնում են, որ ես շարեմ, միջուկը, միսը պատրաստելու process-ից սկսած օգնում են ինձ, սոուսը որպեսզի լավ լինի, սիրում են իրանք այդ process-ի մեջ շատ լինեն։ Ես էլ այդ ընտանեկան մթնոլորտն եմ սիրում, երբ որ բոլորս միասին մի արդյունքի ենք գալիս եւ վերջում ընտանիքով նստում եւ վայելում ենք այդ ուտեստը։ Այսպես ասած լիցք քաթափվում եք օրվա ավարտին։ Բազմազավակ մայրիկ եք արդեն։ Արդեն այո։ Ձեզ արդյոք համատեղել ընտանիքը աշխատանքի հետ։ Օրվա ավարտին էներգիա ունենում եք ընտանիքի համար։ Ոյ, դա ինձ համար ամենա այսպես դժվար հարցերից մեկն է։ Իրականում հնարավոր է համատեղել, դա կախված է նաև ժամանակի մենեջմենտի նուրբ արվեստից եւ եթե տիրապետում ես այդ time management-ին, որ ճիշտ ժամանակ հատկացնես յուրաքանչյուր այսպես քո կյանքի դրվագին, հասցնելը հնարավոր է,
բայց իհարկե այստեղ կարևոր հարցերից մեկն է ընտանիքի անդամների լոյալությունը քո զբաղվածության հետ կապված։ Իմ ընտանիքում բարեբախտաբար բոլորը շատ այսպես ընդունելով են մոտենում իմ զբաղվածությունը, մասնավորապես ամուսինս, երեխաները, ինձ համար շատ կարևոր է այդ հարգանքը ընտանիքում, իրենք բացի նրանից, որ հարգում են իմ զբաղվածությունը, ընդհանրապես աշխատանքը, նաև օգնում են յուրաքանչյուր հարցում, որպեսզի այդ մոտեցումը թիմային աշխատանքի նաև ընտանիքում օգնում է ընտանիքի process-ները գրագետ կազմակերպելու համար։ Յուրաքանչյուր ընտանիքում չգրված օրենքներ են լինում։ Այո։ Ունեք այդպիսի օրենքներ, որոնք դեռ մանկուց են ձեզ սերմանել, դուք էլ փոխանցում եք ձեր զավակներին։ Դժվար է հստակ օրենք առանձնացնել, երևի հարգանքը միմյանց հանդեպ կապ չունի, թե դու ինչով ես զբաղված, ընտանիքի անդամները հարգում են քո աշխատանքը, քո մոտեցումները կյանքում, եւ ես նույնպես հարգում եմ իմ ծնողների ընտրությունը, իմ ծնողների զբաղվածությունը, իմ ամուսնու զբաղվածությունը, եւ նաեւ սերմանում ենք, որ երեխաները եւս հարգանքով վերաբերում են, հայրիկը աշխատանքից վերադառնում է, ինքը հոգնած է, պիտի իր անձնական ժամանակ ունենա, որպեսզի տեղափոխի իր ուշադրության ֆոկուսը դեպի ընտանիք։ Ես եւս վերադառնում եմ աշխատանքից, երեխաները գիտեն, որ մի կես ժամ մոտավորապես պիտի չանհանգստացնեն, որպեսզի ես այսպես տրամադրվեմ եւ իմ ուշադրությունը իրենցով կարողանամ զբաղեցնեմ։ Իրականում նույնիսկ երբ որ տուն եմ վերադառնում, այնքան շատ են զանգերը, որ պիտի ինչ-որ մի ժամանակ հատկացնես, վերջացնես այդ աշխատանքային process-ները, նոր տրվես ընտանեկան կյանքին, շատ դժվար է, բայց դեռ ստացվում է, նոր բալիկի ծնվելուց հետո, դեռ 20 օր է անցել, իրականում դեռ չեմ պատկերացնում ինչպես պիտի նաև երրորդ բալիկի այսպես առօրյան կառուցեմ, դեռ դժվար է պատկերացրելը, բայց օգնողները շատ են, տատիկը մեզ շատ օգնում է, պապիկը, բալիկները, իրենք սպասում են այն դրվագին, որ Ալեքսանդրը զարթնի եւ սկսեն իր հետ ինչ-որ զբաղվել, իհարկե ինքը դեռ փոքրիկ է, միայն քնում եւ ուտում է, առօրյան դեռ այդ գործերով է զբաղված, բայց սպասում են, որ ինչ-որ նոր պիտի ձայներ հանի, մտածում են, որ փոքրիկ այսպես իրանց համար տիկնիկ է, որը պիտի սկսի իրենց կյանքը հագեցնել նոր էմոցիաներով։ Ընտանիքին դեռ կանդրադառնանք, խոսենք մասնագիտությունից, դա մանկության երազանք էր, թե ավելի ուշ տարիքում կայացրած որոշում։ Ես մասնագիտությամբ դիվանագետ եմ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետն եմ ավարտել, որ ասեմ մանկության երազանք էր ոչ, բայց դեռ մանկուց դիվանագիտությունը, այսպես բանակցության արվեստը, ինչպես խոսել, որպեսզի քո ասածը ի վերջո հաղթի, ինչպես համոզել, դա ինձ մոտ շատ լավ է ստացվել եւ նույնիսկ մայրիկս դրվագներ է պատմում իմ մանկությունից, որ դեռ մանկապարտեզում 4 թե 5 տարեկան էի, կարողանում էի այնպես դաստիարակների հետ բանակցեի, խոսեի, համոզեի, բոլոր մանկապարտեզի միջոցառումները միշտ ես էի բացում, գլխավոր դերակատարությունը միշտ ինձ էր տրված լինում, երևի այդ լիդերության այսպես ջիղը դեռ մանկուց մայրս իմ մեջ զարգացրել է եւ առաջին լինելը այդ ժամանակ հենց ինձ համար շատ կարևոր էր։ Մի դրվագ կար նույնիսկ, որ քանի որ ես սովոր էի, որ ես էի բացում բոլոր միջոցառումները եւ գլխավոր դերը ինձ էր տրվում, մեկ օր ես իմանում եմ, որ դաստիարակը որոշում է, որ այդ միջոցառումը ես չեմ բացելու եւ գլխավոր դերը տրված է մի ուրիշ աղջկա, ես իմանում եմ դրա մասին եւ
փորձում եմ նուրբ իրեն համոզել, որ գիտեք, մայրիկս ներկա է լինելու այդ հանդեսին, մարտի 8-ին թե գարնանային տոներին նվերված հանդես էր եւ ինքը շատ կտխրի, որ ես չլինեմ առաջինը եւ այսպես գեղեցիկ փաթեթավորված ներկայացնում եմ եւ առաջին դերը ինձ են տալիս եւ փորձում եմ այնպես անել, որ մայրս ուրախանա եւ տեսնի, որ ոչինչ չի փոխվել, ինչպես կար լիդերության այսպես դիրքը եւս իմն է։ Այսօր էլ այդ դիրքը կա։ Ես սիրում եմ, այո, այդ դերակատարությունը եւ բնույթով, այո, լիդեր եմ եւ համարում եմ, որ եթե դու ինչ-որ բան անում ես եւ սկսում ես անել, նշանակում է, որ արդեն հաջողության մասին պլանավորել ես ամբողջը առաջին կետից մինչև վերջինը եւ պատվով պետք է ավարտես գործդ։ Կամ պիտի անես պատվով եւ ամենալավ կերպով, կամ պիտի չանես։ Այդպես մայրիկս ինձ սովորեցրել է, ես էլ փորձում եմ իմ երեխաներին դա սերմանել, իդեպ աղջիկս նույն ջիղը ունի եւ մենք այդ փուլերը անցնում ենք իրար հետ եւ ինքը եւս առաջնորդությունը կարեւորող երեխա է։ Կարծում եմ տեղին է զրուցել հայ կնոջ կերպարի մասին, զրույցի այս հատվածում, առհասարակ ինչն է օգնում հայ կնոջը դիմակայել բոլոր դժվարություններին, անկախ հանգամանքներից, բնավորության որ գիծը։ Բնավորության գծերը շատ են, առհասարակ հայ կնոջ կերպարը հայ ընտանիքում ավանդույթների պահպանության հարցում շատ կարևոր է, այսպես առանցքային կերպար է եւ ես կարծում եմ նաեւ, որ հայ կնոջ բարոյականությունը որպես ընտանիքի ֆունդամենտ շատ կարևոր է եւ ընդհանրապես դարեր ի վեր այդ կերպարն է, որ օգնել է հայ ընտանիքը ճիշտ զարգանա, ավանդույթները ճիշտ զարգանան, ընդհանրապես հայապահպանության մեջ կնոջ կերպարը շատ կարևոր է։ Հիմա եւս կարող եմ ասել, եթե համեմատական բերել, որ հայ կնոջ կերպարը մի ամրոց է, որը թույլ չի տալիս, որ եթե համեմատություններ անես պետության եւ կնոջ դերը, հայ կինը այն ամրոցն է, որը թույլ չի տալիս, որ օտար քամիները ներխուժեն ընտանիք եւ միշտ պահպանում է տան մթնոլորտը եւ ավանդույթները իր ընտանիքում։ Խոսեցինք դրականի մասին, բայց եթե ավելի անկեղծ լինենք, չեմ ուզում իհարկե ասել բացասական գծեր, բայց որ գիծն է մեր մեջ, որ թույլ չի տալիս մեզ ավելի երջանիկ լինել։ Մեր մեջ հայերիս մեջ։ Այո, հայ կանանց մեջ։ Հայ կանանց մեջ։ Գիտեք, երևի որ որոշ դրվագներում մեր կյանքի մենք պիտի կանգ առնենք, գնահատենք այն իրավիճակը, որի մեջ մենք գտնվում ենք, շնորհակալություն հայտնենք այդ իրավիճակի, մեր կարգավիճակի համար եւ շնորհակալություն հայտնենք նաեւ մեզ, որովհետեւ մենք եւս որպես կանայք պիտի բացի նրանից, որ լսենք այդ շնորհակալությունները եւ այլն գնահատված լինենք մեր կողքինների կողմից, բայց նաեւ ինքներս մեզ պիտի գնահատենք եւ շարժվենք առաջ եւ երբեմն պիտի նաեւ այդ այսպես ակնթարթը կանգնացնենք եւ ասենք, որ կանգ առ ակնթարթ դու հիասքանչ ես, շատ դժվար է, որովհետեւ այնքան բազմակողմանի զբաղված ենք եւ տարբեր խնդիրներ ունենք լուծելու, թե ընտանիքում, թե աշխատանքային ոլորտում, դժվար ենք գնահատում պահի ակնթարթը, բայց պիտի փորձենք աշխատենք մեզ վրա եւ մի փոքր ավելի հետաքրքրացնենք մեր կյանքը։ Ես ձեզ հետ համաձայն եմ, այս կյանքում անչափ կարևոր է լինել գնահատված, դրանից ոգեշնչվում ենք նաև մենք, առհասարակ դուք ինչից եք ոգեշնչվում, ինչից են փայլում ձեր աչքերը եւ երբ զգում եք, որ ուժերը սպառված են, որտեղ եք գտնում ձեր էներգիայի աղբյուրը, ձեր խաղաղությունը։ Էներգիայի աղբյուրը գտնում եմ երևի երեխաների հետ շփման մեջ, բայց որ ասեմ երբևէ դրվագներ են եղել, որ ես զգամ, որ սպառված եմ,
երևի չեմ կարող նման բան ֆիքսել, իմ կյանքի վերջին տարին շատ ակտիվ է եւ նաեւ քաղաքական թեմաների մեջ ներգրավվածությունը եւ այդ բոլոր 9 ամիսները նաեւ կապված են եղել նաեւ իմ հղիության հետ, բայց նույնիսկ այդ դրվագը չի խանգարել, որպեսզի իմ ուշադրության ֆոկուսը այս երկրի զարգացման թեմաներից շեղվի։ Դժվար է ասել եւ երևի անհավատալի է, բայց չեմ սպառվում ընդհանրապես։ Երևի նրանից է նաեւ, որ այն նպատակը, որը դնում ես քո առջև, ինքը այնքան կարևոր է եւ այս փուլում նպատակը ուժեղ Հայաստան ստեղծելն է, այնքան բարոյական, բարձր է եւ պետականամետ նպատակներով է, որ թույլ չի տալիս քեզ սպառվես եւ ամեն օր արթնանում ես նոր էներգիայով, նոր տպավորություններով եւ նոր նպատակներով, որպեսզի մոտեցնես այդ իրականությունը, մոտեցնես այդ քո երազած երկիրը եւ ավելի արագ լինի այդ ամենը։ Վստահ եմ մոտիվացնում եք շատ աղջիկների եւ մեզ դիտող աղջիկները նույնպես կմոտիվացվեն ձեր խոսքերից։ Իդեպ երազանքների մասին խոսեցինք, դուք նշեցիք, որ դեռ մանկուց ունեիք երազանքներ, որոնք իրագործվել են։ Իսկ այսօր, այս պահին, որպես պարզապես հայկին, պարզապես մարդ, ինչ երազանք ունեք այսօր։ Երևի նպատակներ, երազանքներ դժվար անվանեմ, նպատակներ աշխատանքի մեջ շատ ունեմ, որ մեր բռնած գործը պսակվի հաջողությամբ եւ վերջապես մենք ունենանք այդ ուժեղ Հայաստանը, որին այդքան ձգտում ենք։ Նպատակները երևի երեխաների դաստիարակության հետ են կապված եւ երեխաների նվաճումների հետ, բայց որ ասեմ, այդպես կանացի նպատակներ, երազանքներ ունեմ իմ անձի հետ կապված, կդժվարանամ ասեմ, ավելի շուտ կստեմ, եթե ասեմ ունեմ նման երազանքներ։ Իմ աշխատանքը միշտ կապված է եղել երկրի զարգացման հետ, ես նաև դասավանդում եմ համալսարանում եւ իմ նպատակները նաև իմ ուսանողների հետ են կապված, որպեսզի իմ այսպես դասավանդման process-ը, կրթության մեջ իմ ներգրավվածությունը անպայման բերի ավելի կրթված հասարակության, բերի ավելի գիտակից երիտասարդների, որոնք ի վերջո տեր կկանգնեն մեր երկրին։ Թյուր կարծիք կա, որ երիտասարդները հիմա այդքան կենտրոնացված չեն, պետականամետ չեն, դա սխալ է, մենք ունենք փայլուն երիտասարդություն եւ ինձ հաճախ հարցնում են, թե որն է մեր երկրի բրենդը, ես միշտ ասում եմ, որ մեր տաղանդավոր երիտասարդները, որոնք որ իսկապես գիտակցում են իրենց ներգրավվածությունը եւ գիտակցում են իրենց դերը երկրի զարգացման մեջ։ Ես ամեն անգամ դասավանդումից, դասախոսությունից դուրս գալուց ավելի մոտիվացված եմ լինում, շատ ավելի երջանիկ, որովհետեւ նույնիսկ այդ երջանկության արդյունքները նույնիսկ դասից հետո լինում է, որ ինձ մոտ հայտնվում են, որ տեսնում եմ, որ ամեն ինչ կորած չէ, քանի որ մեր երկրի զարգացման մեջ մենք հույս կարող ենք դնել միայն մեր ապագա սերունդներին վրա, որովհետև իրենք են երկիրը ի վերջո զարգացնելու եւ բերելու այն իրավիճակի, կարգավիճակի, որին մենք երազում ենք։ Իսկ այդ պարագայում ես կարող եմ ասել, որ այո, շատ մեծ պոտենցիալ ունի մեր երկիրը տաղանդավոր երիտասարդների շնորհիվ դառնալ այդ վստահելի, բարձր վարկանիշով ուժեղ Հայաստանը։ Այո։ Ինչպես նշեցիք, վերջին շրջանում ներգրաված եք քաղաքական հարթակներում նաև, եւ այսպես կինը քաղաքական միջավայրում, տղամարդկանց միջավայրում, տղամարդկանց աշխարհում, ինչն է ամենադժվարը ձեզ համար, որպես կին։ Իրականում որևէ դժվարություն չունեմ ոչ քաղաքականության մեջ, ոչ տղամարդկանց շրջապատում գտնվելը, որովհետև գրեթե միշտ
մինչև այս քաղաքական թեմաների մեջ ներգրաված լինելը ես հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրենն եմ եւ այո գործարարությունը Հայաստանում ասոցացվում է ավելի շատ տղամարդկանց հետ եւ գործարարների միջավայրում լինել կին, ով փորձում է համախմբել այդ հայ գործարարներին ամբողջ աշխարհից, ինձ երբևիցե չի խանգարել, օգնել է այն տեսանկյունից, որ երևի որոշ դրվագներում համոզելը գործարարության այդ կարևորագույն դերի մասին, որ մենք կարող ենք համախմբել Հայաստանի շուրջ ամբողջ այսպես հայությանը գործարարության ոլորտի, որ դա հնարավոր է, միգուցե այդ տեսանկյունում օգնել է կին լինելը, բայց առհասարակ քաղաքականության մեջ ես կարծում եմ կին թե տղամարդ տարբերություն չկա։ Այստեղ ավելի շատ կապ ունի քո կրթվածության մակարդակը, քո մարդ տեսակը, քո հմտություններին տիրապետելը, ոչ թե գենդերային պատկանելությունը։ Կարծում եմ համոզված եմ նույնիսկ, որ այդպես է։ Շատ լավ է, որ դժվարություններ եւ խոչընդոտներ չկային։ Ոչ։ Վստահ եմ, որ առավելություններ որպես կին հաստատ ունեք։ Որոնք են այդ առավելությունները։ Առավելությունը երևի որ պետությանը եւ երկրի զարգացմանը վերաբերվում ես որպես մայր, ավելի հոգատար, ավելի պարտավորեցնող, որովհետեւ որպես մայր վերաբերվելը երկրի զարգացմանը նշանակում է շատ մի քանի անգամ ավել մտածելը այդ ոլորտի զարգացման մասին, հետո այդ ամենը փորձում ես պրոյեկտես նաև քո ընտանիքի վրա, երեխաների վրա եւ հետո նոր մի քանի անգամ ավել համոզված լինելով, որ դա իրապես քո երկրին օգուտ կտա, նոր որոշում ես հնչեցնես այդ գաղափարը եւ սկսում ես իրականացնես։ Երևի դա կընդգծեմ։ Կրկին առաջարկում եմ վերադառնալ ընտանիքին, Տիկին Ղումաշյան։ Եղել է դեպք, երբ ձեր ընտանիքի անդամները, ծնողները, հարազատները, ինչու՞ չէ նաև երեխաները հարցն են, ինչու ես այդքան երկար ժամանակ տրամադրում քաղաքականությանը։ Ինչ պատասխան եք տալիս նրանց։ Առհասարակ աշխատանքին, հետո այս վերջին շրջանում նոր քաղաքականությանը իհարկե եղել է, երեխաներս շատ են ինձ հարցնում, որ ինչու ես ուշ վերադառնում, ինչու մեզ հետ շատ ժամանակ չես անցկացնում, ես իրականում ինձ համար դա շատ կարևոր թեմա է, ես հաճախ ինձ մեղադրում եմ այդ հարցում, որ երևի ես այդքան լավ մայր չեմ, լինում է նաև ընկերական շրջապատում քննարկման եմ դնում նույնիսկ այդ թեման, բայց եթե նժարի վրա դնենք ընտանիքը եւ աշխատանքը, հիմա նաև աշխատանքը, որը կապված է քաղաքականության հետ, ես երբեք դա չեմ թաքցրել եւ միշտ ազնվորեն պատասխանել եմ, որ ինձ համար առաջին տեղում աշխատանքն է, որը կապված է երկրի զարգացման հետ։ Ես միշտ կարծել եմ եւ հավատարիմ եմ մնում այդ համոզման, որ եթե իմ աշխատանքի շնորհիվ ես կարողանամ ստեղծեմ եւ նպաստեմ, որպեսզի ստեղծվի մեր երազանքների երկիրը, զարգացած երկիրը, ապահով երկիրը, ես իմ ընտանիքին եւս դրանով մեծ օգուտ կտամ։ Այսինքն մի քիչ ավելի լայն եմ մտածում այդ հարցի շուրջ, որ ընդհանուրից գալիս եմ անձնականին, ոչ թե հակառակը։ Եթե մենք կարողանանք կերտենք այն ուժեղ Հայաստանը, որի մեջ ես ուզում եմ, որ ապրեն իմ երեխաները, իհարկե իմ ընտանիքը եւս դրանից լավ կզգա։ Իսկ եթե ես առաջին հերթը եւ առաջնահերթությունը տամ իմ ընտանիքին, դրանից շատ կտուժի ընդհանուր նպատակը երկրի զարգացումը։ Դա իմ անձնական կարծիքն է, ես միշտ այդպես եմ մտածել, իմ ընտանիքը հարգում է իմ որոշումը, գիտի, որ դա այդպես է, ես շատ շնորհակալ եմ իմ ընտանիքի անդամներին, իմ ամուսնուն մասնավորապես, որ իրենք դա ընդունում են եւ երբեք չեն փորձում խոչընդոտեն։
ի վերջո իրենք բոլորը ես մասնավորապես ապրելու եմ այդ երկրում, որը երազում եմ ստեղծեմ եւ անպայման ստեղծելու ենք շատ շուտով։ Դուք մասնակի պատասխանեցիք հարցին, որը ես ուզում էի հնչեցնել հիմա, բայց այնուամենայնիվ, ինչպեսի Հայաստան եք ուզում փոխանցել ձեր զավակներին։ Ուզում եմ ապահով Հայաստան փոխանցեմ։ Գիտեք, այնքան շատ խնդիրների հետ ենք առնչվում ամեն օր։ Տեսնում ենք անապահով ընտանիքներ, մարզերում ընտանիքներ, որոնք այսպես շատ վատ պայմաններում են ապրում։ Հայաստանում պիտի սոված մարդ չլինի։ Շատ կարևոր է։ Մենք չենք կարող ունենանք աշխարհում զարգացած հայեր, շատ հայտնի գործարարներ, որոնք բարձր դիրքեր ունեն, մեծ նվաճումների են հասնում երկրից դուրս, բայց Հայաստանի ներսում ունենանք այդ աղքատության շեմը, ունենանք վատ պայմաններում ապրող ընտանիքներ։ Ես անընդունելի եմ դա համարում։ Իմ երազանքն է, որ Հայաստանում նման ընտանիքներ չլինեն։ Դա առնվազն։ Կրթության մակարդակը լինի շատ բարձր։ Ես քանի որ դասավանդում եմ Բուհում, տեսնում եմ, թե դպրոցական կրթության մակարդակը ցավոք սրտի, բայց շատ ցածր է Հայաստանում հիմա։ Դա մի շարք խնդիրներից է գալիս, ընդհանուր կրթական համակարգը, վերաբերմունքը կրթական համակարգին հիմա, դասագրքերի բովանդակությունը, մեր արժեքների պահպանությունը, որը որ չկա ցավոք սրտի, ամենատարական, այսպես առաջին դասարանից սկսված մեզ մոտ այս պահի դրությամբ բացակայում են այդ բոլոր հիմքերը։ Շատ կարևոր է մեր ազգային առանձնահատկությունները, մեր տրադիցիաները պահպանենք հենց երեխաների դաստիարակության ամենասկզբից։ Դա հիմք կհանդիսանա, որ հայրենասիրական դաստիարակությունը մեր երեխաների երբեք կասկածի տակ չդրվի։ Իրենք հասկանան, որ հայրենասիրությունը դա բարձրագույն արժեք է, դա պարտադիր իրենց սրտերում պիտի լինի, որը երբեք կասկածի առարկա չի դառնա։ Եթե մենք դաստիարակենք մեր երեխաներին հայրենասեր ոճով, իրենք երբեք չեն մտածի երկիրը լքելու մասին։ Դա առնվազն։ Իսկ հետագա պայմաններ ստեղծելը, որպեսզի իրենք ոչ միայն չլքեն իրենց երկիրը, այլ իրենց պոտենցիալը իրացնեն հենց մեր երկրում, դա մեր պարտականությունն է։ Ես այդպես եմ վերաբերվում։ Եթե ունենայիք կախարդական փայտիկ, ինչը կփոխեիք քաղաքականության մեջ։ Ոչինչ չի փոխի։ Ճապոնական մի ասացվածք կա, երբ որ նավը խորտակվում է, դրանից հետո բոլորը սկսում են մտքեր արտահայտել, թե ինչ անեին, որպեսզի չխորտակվեր։ Ես կարծում եմ, որ պետք է փորձես շտկես իրավիճակը, որում գտնվում ես, բայց չեմ ցանկանում մտածել, թե ինչը կփոխեի, ինչպիսին էլ լինի իրավիճակը քաղաքականության տեսանկյունից, միևնույնն է կրթության, քո զարգացվածության աստիճանը պիտի թույլ տա եւ հայրենասիրությունը, որ դու փոխես ավելի դեպի դրական կողմ, բայց պատմության մեջ որևէ էջ չի փոխի, չի էլ կարող փոխել, ավելի այսպես պրագմատիկ լինենք, հասկանանք, որ ոչինչ չենք կարող փոխել, բայց կարող ենք նպաստել, որպեսզի հետագայում նույն սխալները չլինեն։ Կարծում եմ դա է այս պահի դրությամբ ճիշտ այսպես տեսակետը։ Իմ կարծիքով բավականին հետաքրքիր զրույց ստացվեց, բայց եթե կա հարց, որը ես չեմ հնչեցրել, բայց որին դուք կցանկանայիք պատասխանել, խնդրեմ։ Չէ, կարծում եմ բավականին շատ էին հարցերը եւ մեր հեռուստադիտողները հետո կարող են գրել, թե ինչ հարցեր կցանկանային ավելացնեն, ես կպատասխանեմ։ Այդ դեպքում առաջարկում եմ անցնել բլից հարցերին։ Եկեք։ Առավոտը սկսվում է սուրճով, թե լրահոսով։
Մեկը մյուսին չի խանգարում, կարծում եմ երկուսն էլ։ Ինչն է ձեզ ստիպում արտասվել։ Նոր խոսեցինք այդ մասին, երևի դժվար իրավիճակներում ապրող ընտանիքների դեպքերը, որ ուսումնասիրում եմ եւ փորձում եմ բոլորին անպայման առանձնահատուկ ուշադրություն դարձնեմ, իսկ երբ որ արդեն անմիջական հանդիպումներ եմ ունենում, չեմ կարողանում էմոցիաներս զսպեմ եւ շատ հաճախ արտասվում եմ։ Ձեր բնավորության ամենաբարդ գիծը։ Ոյ, ես շատ պահանջկոտ եմ, ինձ հետ շատ դժվար է աշխատել եւ իմ թիմակիցներին շատ այսպես դժվարությամբ եմ ընտրում, պիտի բազմաֆունկցիոնալ լինեն իրենք եւ շատ կրթվածության մակարդակը բարձր լինի։ Ում խորհուրդն է ձեզ համար անբեկանելի։ Մեկ խորհրդով չեմ սահմանափակվում, միշտ փորձում եմ տարբեր կարծիքներ հաշվի առնել, հետո ինքս վերլուծում եմ եւ հետո նոր որոշում եմ կայացնում։ Երջանկությունը վիճակ թե որոշում։ Երևի այսպես կպատասխանեմ, որ երջանկությունը որոշումից առաջացած վիճակի հետևանք է։ Ինչ եք զգում, երբ նայում եք հայելուն։ Հաճախ չեմ նայում հայելուն, ժամանակ չի լինում, երևի վերջին վայրկյաններին, երբ պիտի տանից դուրս գամ, ժամանակ չեմ ունենում, այսպես առանձին հատկացնեմ հայելուն մեջ ինձ ուսումնասիրելուն կամ ինչ-որ զգացմունքներ ունենալուն, երևի այդպես։ Այս պատասխանը ինձ ամենաշատը զարմացրեց։ Իսկապես, ժամանակը շատ քիչ է, մասնավորապես հիմա։ Որն է ձեր կյանքի գլխավոր հաղթանակը։ Կարծում եմ յուրաքանչյուր կնոջ համար կարևոր առաքելությունը մայր լինելն է եւ իմ պարագայում ես արդեն բազմազավակ մայրիկ եմ եւ համարում եմ, որ իմ ամենակարևոր հաղթանակը հենց դա է՝ երեխաներ ունենալը եւ այդ երեխաներին արժանապատիվ հայ դաստիարակելը։ Ձեր սիրելի գիրքը։ Իրականում շատ ունեմ սիրելի գրքեր, նախընտրում եմ ինքնակենսագրական մեմուարներ ընթերցելը, մասնավորապես կանանց դերը քաղաքականության մեջ, վերջերս Մարգարետ Թետչերի մասին գիրքն էի կարդացել, իսկ ամենասիրելին Մաքիավելի Տիրակալ։ Որն է հայ լինելու ամենադժվար կողմը։ Հայապահպանությունը, քանի որ մեր ազգը սփռված է ամբողջ աշխարհով, դա համ առավելություն է, որ մենք սփռված ենք ամբողջ աշխարհով, համ էլ մեծ դժվարություն, որ պիտի ամեն ինչ անենք, ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի պահպանենք մեր հայությունը եւ բացի պահպանելուց անպայման փոխանցենք սերնդեսերունդ։ Եթե ոչ քաղաքականություն, ապա որ ոլորտը։ Կրթություն։ Քաղաքականությունը ձեզ համար աշխատանք է, թե առաքելություն։ Աշխատանք դարձած առաքելություն, երևի այդպես։ Իշխանություն, թե հեղինակություն, որն է ավելի կարևոր։ Երևի այսպես կպատասխանեմ, որ իշխանության եկած մարդիկ չկորցնեն իրենց հեղինակությունը, իսկ հեղինակություն ունեցող մարդիկ չչարաշահեն իրենց իշխանությունը։ Ինչն է ավելի սարսափելի՝ սխալվելը, թե անտարբերությունը։ Դա էլ է բարդ հարց։ Իրականում չի սխալվում այն մարդը, ով ոչինչ չի անում։ Ես կարծում եմ, որ սխալվելը այդքան էլ վատ բան չէ, որպեսզի կարողանաս քո սխալները շտկելու ճանապարհին կատարելագործվես, իսկ անտարբերությունը շատ վտանգավոր երևույթ է եւ այս պայծությամբ նաեւ մեր հայ ազգի մեջ շատ տարածված, մենք անտարբեր ենք, որովհետեւ հիասթափված ենք։ Մի քիչ քաղաքականացնեմ ձեր հարցը, որ
այդ անտարբերությունը պիտի փորձենք այնպես անենք, որ նվազի մեր երկրում եւ մեր ժողովրդի մեջ ինքնագիտակցությունը բարձրանա, իսկ քանի որ 2026 թվականի այսպես կարևորագույն իրադարձությունը հունիս ամսվա ընտրություններն են, ինքնագիտակցությունը մեր ազգի ներկայացուցիչների պիտի այնքան բարձրանա մեր քաղաքացիների, որ ամեն մեկը գիտակցի, որ իր ձայնը կարևոր է եւ իր ձայնը որոշիչ է եւ անպայման մասնակցի ընտրություններին եւ այդ պահին, հենց ընտրությունը կատարելու պահին, այդ ընտրախցիկում հայը պիտի հասկանա, որ ինքը մենակ է իր խղճի հետ եւ պիտի այդ ընտրությունը կատարի միայն իր խղճից ելնելով եւ հասկանալով, որ այդ ընտրությունից կախված է իր վաղվա օրը, իր երեխաների օրը, իր երկրի օրը եւ ապագան եւ արժանապատիվ ընտրություն կատարի եւ համոզված լինի, որ ուժեղ Հայաստանը հենց վաղվանից լինելու է։ Հենց հունիսի 8-ին ինքը արթնանալու է ուժեղ Հայաստանում եւ կատարի ընտրությունը իր ցանկալի քաղաքական ուժի օգտին։ Ձեր քաղաքական կուռքը կամ կերպարը, որով հիանում եք։ Մի ստեղծիր կուռքեր երկրի վրա։ Այդպես կպատասխանեմ։ Հայաստանը 10 տարի անց մեկ բառով։ Միանշանակ ուժեղ։ Շնորհակալություն զրույցի հրավերն ընդունելու համար, շատ հաճելի։ Ես եմ շնորհակալ։